Ես կարծում եմ Հայաստանի նկատմամբ ՕԴԿԲ-ում գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները եւ էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները եւ քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են եւ ես կարծում եմ, որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրանք մի քիչ այլ ճանապարհ են։ Պարոն Սիմոնյան, ոչ, այնպեսին Հայաստանն է։ Իսկ ինչպես է պատահել, դուք դիվանագիտորեն չեք ձևակերպում ձեր ասելիքը, այլ շատ ավելի սուր, դա դրաբաժանման է եղել, թե դուք եք այդպես։ Ես կարծում եմ այս տարիների ընթացքում ակնհայտ է, որ դա իմ բնավորության, իմ խառնվածքի մի մաս է եւ բացի այդ ես պարլամենտական գործիչ եմ եւ ավելի ազատ եմ, քան մեր որևիցե կոնկրետ գերատեսչության, պատասխանատվության ոլորտ ներկայացնող մարդիկ եւ պարլամենտականները շատ ավելի ազատ են իր խոսքի, իրենց մտքերի մասով, կարծում նորություն չկա այստեղ։ Սիմոնյան, այսինքն Բելարուսի օրինակով Ինչ է կապել Բելարուսը, մասկամ ինչ օրակարգում տենց փողոքի նոտան որ հղել են։ Ես չգիտեմ, ես ձեր մոտ կարդացի, որ տեղեկություն չկա, ես տեղեկություն չունեմ։ Ձեր լուրը ձեր մոտ եմ իմացա, որ տես բան է։ Բայց տեղյակ չեք ձեր հայտարարությունը։ Արդեն ասացի Շորոջան, արդեն ասացի։ Իսկ ձեր հայտարարության մասով որ Բելարուսի օրինակով եք ասում։ Բանոր նարեկետին չենք խոսում։ Ինչ եմ ափսոսում հասկանամ։ Բելարուսը Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական եւ մնացած բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է, իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայությամբ։ Այլ հարցեր կա։ Սիմոնյան ազատության հետ կապված ռուսական համապատասխանատվություն հնչեցրած տեսակետները եվրոպացիների արդյոք ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները։ Ես չգիտեմ, դուք գիտեք ինչ է տրամաբանությունը, որ Հայաստանի Հանրապետությունը իր շահերը պետքա միշտ հետապնդի միացած հետ նայելով տենա հանգարցակի Ռուսաստանը չի նեղսրտում, որքանով է ճիշտ։ Ես համարում եմ դա ճիշտ չի, որովհետև Ռուսաստանը, երբ որ իր շահերն է առաջ տանում, ինքը չի նայում Հայաստանի Հանրապետության շահերին, ինքը կանգնում է այդ շահերի վրա, թե չի կանգնում այդ շահերի վրա եւ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում։ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում։ Վերջացրեք շատ վատ բան է այդ, որ տենց, կարող է ես այս մեկին բարև տամ, ինքը ջղայնանա։ Աղա ջան, ջղայնանում ես, ես բարև տվեցի, այդ տրամաբանությունը սխալ է։ Երբ որ մենք պատերազմական վիճակի մեջ էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր եւ ասում էր, որ մենք անկախ պետություն ենք եւ բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները։ Իսկ Հայաստանը պետք է տենց ճորտ լինի, իրան ասեն դու սրա հետ պետք է լավ լինես, սրա հետ պետք է լավ չլինես, որ հանկարծակի իրան բարևեցիր կամ դիմավորեցիր կամ հանկարծակի հյուրընկալեցիր, սենց ո՞նց կլինի։ Բայց Հայաստանը ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ, տնտեսապես ավելի Լսեք, նախ չեմ ուզում կտրուկ բաներ ասեմ, բայց կախվածությունը ո՞րն է, եկեք ընտրենք, կամ մենք ծնկած ապրում ենք ինչ որ մեկի, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան կամ որևիցե մեկ այլ գերտերության սապոգի տակ եւ ձերներս կտրում ենք, ընտրություններ չենք ունենում, ազատ մամուլ չենք ունենում, կամ մենք փորձում ենք առանց որևիցե մեկի հետ պատերազմ անելու, թշնամանալու, ինչ-որ մեկի վրա հարձակվելու քաղաքական կամ որևիցե այլ իմաստով, մեր փոքր պետությունը տեր կանգնենք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրի